Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Ուրեմն երբ մենք երբեմն անդրադառնում ենք մեր ընդդիմախոսների կողմից հնչող առաջարկներին, մեզ քննադատում են, որ մենք մեր բան ու գործը թողած ուրիշների ասելիքն ենք մեկնաբանում։ Բայց երբ չենք խոսում իրենց ասածների մասին, հակառակ քննադատություն է հնչում, որ թույլ ենք տալիս, որ որոշ հատկապես նորելուկ քաղաքական ուժեր պոպուլիստական խոստումներով փորձեն ժողովրդի լեզվով ասած կերակրել մարդկանց եւ հաջողության հասնել։ Այսինքն մեզ հորդորում են անդրադառնալ ու բացատրել դրանց անիրատեսականությունը կամ ռիսկերը։ Ես ընդունում եմ այդ քննադատությունը եւ հետագայում հատ-հատ կանդրադառնամ հնչող տնտեսական խոստումներին, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն։ Երևի այսօրվանից էլ սկսենք։ Ամենատարածված ու ամենապոպուլիստական խոստումներից մեկը դա 0% հարկն է փոքր եւ միջին բիզնեսի համար։ Իրականում դուք դժվար թե լսած լինեք որևէ երկիր, որը նման մոտեցում եք իրարու, որովհետեւ փաստացի չկան նման երկրներ։ Միգուցե 1-2 կան, բայց ես ինքս դրանց մասին չգիտեմ։ Ես հիմա չեմ խոսի դրանց ռիսկերի մասին, դրա նպատակահարմարության մասին, դա կթողեմ մյուս անգամներին, բայց ես մի հետաքրքիր նյուանսի վրա այս անգամ ընդամենը շեշտ կդնեմ։ Հարց է հնչում, իսկ ինչպես եք իմանալու իրականում բիզնեսը մեծ է թե փոքր, որտեղ կարող է մեծերը տրորվեն, բաժանվեն փոքրերի կամ փոքրը իրականում շատ շրջանառություն ունենա եւ թաքցնի, ու այստեղ գալիս է ամենամեծ հակասությունը։ Ուշադրություն դարձրեք ծրագրում ինչ է գրված։ Ուրեմն գրված է, որ բացի զրոյական դրույքաչափից հարկի կամ զրո հարկից, նաև առաջարկում է թույլատնել վարչարարությունը իրական ՓՄԶ սուբյեկտների նկատմամբ, այսինքն ստուգումներ, հաշվետվություններ, դրանք պիտի մաքսիմալ քիչ լինեն։ Բայց մյուս կողմից հաջորդ նախադասության մեջ ինչ է նշված. ուժեղ վերահսկողություն կիրառել այդ դեպքերի նկատմամբ, երբ խոշոր ընկերությունները կարող են արհեստականորեն տրոհվել մի քանի փոքր սուբյեկտների շրջանառության հարկի արտոնությունից օգտվելու եւ հարկային պարտավորություններից խուսափելու նպատակով։ Նման բան ես առաջին անգամ տեսնում, երբ որ հաջորդ նախադասությունը 180 աստիճանով հակասի կամ հակադրվի նախորդ նախադասությանը։ Սա ինչ է նշանակում, հարգելի գործընկերներ։ Սա նշանակում է, որ իրականում փոքր բիզնեսների նկատմամբ իրականացվել է շատ կոշտ հարկային վարչարարություն եւ ստուգումներ, որովհետեւ փոքրին պիտի ստուգեն, որ հասկանան այդ փոքրը իրականում փոքր է թե մեծ է։ Այսինքն անգամ ծրագրի մեջ խոստովանում են սիրելի փոքր տնտեսվարողներ, որ ձեզ շատ խիստ վերահսկողության տակ են պահելու։ Հաջորդիվ կանդրադառնամ նաև ծրագրի մյուս հակասություններին եւ ոչ միայն այս ծրագրի, այլև մեր մնացած այլ քաղաքական ընդդիմադիրների սոցիալ-տնտեսական խոստումներին։ Շնորհակալություն, լավ եղեք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։